Հաստատող, որ այսօր էլ Աստված բերեց իր տունը և ուզում է սովորացնել մեզ այս եռամսյակի վերջին դասն է այսօր և թվում է թե ծանոթ թեմա է, բայց ավելի նրբություններ կա, որ այսօր ուսումնասիրենք։ Ուրեմն ամբողջ դասընթացը փորձությունների մասին էր, որ ոնց են հերոսներ Աստվածաշնչի փորձությունների հնոցի միջով անցել և ինչպես մենք ենք անցնում, իսկ այսօր արդեն Քրիստոսի այսօրվա դասը կոչվում է Քրիստոսը փորձության հնոցում և հիշելու համարն է, իսկ 9-րդ Մատթեոս 27:46 իսկ 9-րդ ժամին մոտ Հիսուսը բարձրաձայն աղաղակեց ու ասաց. «Էլի, Էլի, լամա սաբախթանի», այսինքն Աստված իմ, ինչու լքեցիր ինձ։ Ուրեմն, քանի որ մեր կյանքը լցված է տառապանքով և շատ մարդկանց հուզում է այդ հարցը, ինչի է սենց եղել, որովհետև մենք գիտենք Աստված, երբ որ ստեղծեց մեզ, տվեց ընտրության հնարավորություն, ազատ ընտրության հնարավորություն, ընտրել իրեն, թե իր թշնամուն, բայց շատերը ասում են, ինչի Աստված մեզ ռոբոտ չի ստեղծել, լավ է տենց, քան թե մենք սենց տառապում ենք, ինքը երկնքում նստած է, բայց մենք տառապում ենք։ Այսօր մենք ուսումնասիրենք իրոք այդպես է, իրոք ինքը առանձնահատի երկնքում նստած է, մենք էլ ստեղ տառապում ենք այդ պատճառով, այսինքն որ ինքը մեզ տվել ազատ ընտրության հնարավորություն։ Ուրեմն կարդանք Ղուկաս 2-րդ գլխի 7 համարը, Իր անտրանիկ որդին ծնավ ու խանձարույով պատվեց և զանիկա մսուրին մեջ բարգծուտ, վասնցի իջևանի մեջ իրենց դեր չկար։ Տեսնում եք, այսինքն Աստծո որդին է որ ծնվեց, բայց որդի ծնվեց, մենք կարող ենք գնալ հյուրանոցներում մնալ, բայց ինքը կովերի մոտ ծնվեց։ Այսինքն մեր պատկերացումը սխալ է Աստծո մասին։ Եվ 22-ից 24 համարները Ղուկաս 2, 22-ից 24 22-24 համարը։ Այո։ Վեճ մնալ եղավ անոնց մեջ, թե եծմե ով մեկ վիդի սևվի։ Իսուսը սավ անոնց. Ազգերու թագավորները անոնց գտիրեն և անոնք որ գիշխեն անոնց բարերար կոչվին։ Չէ, կարծում եմ այդ սխալ համարների կարդում, Ղուկաս 2-րդ գլխի 22-ից 24, դրանց հա։ Չէ։ Մովսեսին օրենքին համեմատ և կանանց մաքրության օրերը լմնցան Երուսաղեմ դարեն ծանիկա Տիրոջ առջև հանելու, ինչպես գրված է Տիրոջ օրենքի մեջ, թե ամեն արու, որ արքան կփանա, Տիրոջը սուրբ ըսվի, և Տիրոջը օրենքի մեջ ըսվածին պես ընծա դալու զույգ մտադրակ կամ աղավնի երկու ծակ։ Այն ադեն Երուսաղեմի մեջ մարդ մկար, որուն անունը Սիոմեն էր։ Անիկա արտար այդքանը հերիք է, ինչև է դա։ Այսքան ինչ եք մենք տեսնում, Ղևտացոց գրքում ասում էր զոհաբերությունների մասին, որ ով որ հարուստ էր, պետքա մեծ զոհ բերեր, կով կամ չգիտեմ, ոչխար, իսկ ով որ աղքատ էր, փող չուներ, պետքա տատրակ էին զոհ բերում, այսինքն իսկ ամենաաղքատները ուղղակի ալյուր էին զոհ բերում։ Ուրեմն Հիսուսը ծնվեց իր երկնային հարստությունը թողած, իր փառքը թողած, իր երկրպագությունը, իրան երկրպագում են երկնքում։ Եվ եկավ ծնվեց, ոչ թե հարուստի ընտանիքում, ոչ թե թագավորական պալատներում, ծնվեց գոմում և իր ծնողները այնպես աղքատ էին, որ ընդամենը տատրակ կարային բերեին զոհ։ Ինչ ասում ես Աստծո մասին։
Այսինքն ինքը հավասարացրեց իրան ոչ թե ամենա, բայց ցածր խավերից մեկին, որպեսզի բոլորիս համար փրկության հնարավորություն լինի, որպեսզի ինքը ցույց տա, որ իր մոտ ջոկողություն չկա, ինքը արդար Աստված է։ Եվ իհարկե մենք ասենք, որ ինքը առաջին մարդը չէր, որ բախվեց աղքատության հետ, բայց կա ևս մի հանգամանք, Հովհաննես 1:46 համարը ասում է, ու Նաթանայելը սավ անոր, Նազարեթեն կարելի է, որ աղեկբան ելլե։ Եվ Փիլիպոս ասեց նրան, եկուր և տես։ Այսինքն դեռ բավ չէր այս ամեն ինչը, ինքը գնաց Եգիպտոսից երբ որ տեղափոխվեցին Նազարեթ քաղաքում սկսեցին ապրել, որը լավ համբավ չուներ։ Գիտեք, մենք էլ հիմա ապրում ենք տարբեր տեղերում, չէ, ասում են, այս ինչ քաղաքը լավ համբավ չունի, կրիմինալը շատ է, այս ինչ քաղաքում, այս ինչ վատ բան է շատ, այս ինչ քաղաքում լավ է, գնանք այդ քաղաքը։ Հիսուսը ընտրեց ամենավատ համբավով քաղաքը, որպեսզի դե ապրի։ Ինչի համար, որպեսզի ցույց տա, որ նույնիսկ բաց շրջապատի մեջ մենք կարող ենք շողալ, մենք կարող ենք մաքուր մնալ ոնց որ ինքը, եւ բացի Ադամից ու Եվայից մինչև մեղանչելը, մեկ էլ Հիսուսն էր, որ առանց մեղքի էր։ Եվ պատկերացրեք իր համար ինչքան դժվար էր այդ բոլոր մեղքերը տեսնելը եւ ինչքան էր իր մաքուր հոգին տառապում։ Եվ եթե մեկը կարող է կարդալ Մատթեոս 12:22-24, եթե բացված է։ Այն ադեն կույր ու համար դիվահարը բերին իրեն եւ զանիկա բժշկեց։ Այնպես որ համարը ու կույրը խոսեցավ ու տեսավ։ Բոլոր ժողովուրդը զարմացած կսեին. արդյոք ասիգա է Դավիթին որդին, բայց փարեսիցիները երբ լսեցին ըսին. ադիկա ուրիշ բանով չի հաներ դևերը, բայց դևերում Բեզգեբու իշխանով է։ Այսինքն Հիսուսը բուժում էր անում, իսկ նրանք ասում են սատանայի ուժով է բուժում անում։ Ղուկաս 4:21-30-ը Նազարեթում երբ որ ինքը գնում է եւ իրան հրավիրում են որ կարդա սինագոգում եւ ինքը կարդում է հենց այն համարները, որ խոսում է ապագա Մեսիայի մասին, որ գալու է բանտարկվածներին ազատություն տա եւ շատերին օգնելու է բուժում անելու եւ երբ որ դրեց կողք ինչ ասեց այսօր այդ օրը եւ ուզեցավ ասել ես եմ Մեսիան եւ ինչ սկսեցին ասել իրար մեջ ասեցին այս Հովսեփի հյուսը Հովսեփի տղեն չի իր մաման Մարիամը չի իր աղբերներն էր սրանք չէ այսինքն գայթակղվեցին եւ Հիսուսը դրանից հետո ինչ ասեց ասեց ճիշտ է այդ ասացվածքը որ ասում է մարգարեն իր տան մեջ տեղ չունի, ընդունելություն չունի, եւ ինչ օրինակ վերած։ Գիտեք հրեաները ինչքան հպարտ եւ ինչքան էին արհամարում հեթանոսներին։ Եվ Հիսուսը իրանց առաջ բերեց Եղիա որ գնաց այդ հեթանոս կնոջ մոտ, ասեց շատ կանայք կային Հրեաստանում, բայց Աստված հեթանոս կնոջ մոտ ուղարկեց Եղիային որպեսզի կերակրի իրեն։ Եվ նաեւ Ասորի զինվորականի համար ասեց, որ ասма շատ որոտներ կային, բայց Ասորին բուժվեց որոտությունից։ Եվ այդ խոսքերը լրիվ կատաղության իրանց հասցրին, որտեղ իրանք մտածում են, որ իրանք ամենաբարձունքի վրա են, նրանք էլ շատ ցածր են։ Իսկ Հիսուսը ստեղ կանում ասում է, որ նրանք ավելի բարձր էին ձեզանից, քան թե դուք։ Եվ իրանք քշեցին Հիսուսին մինչև ձորը եւ ուզում էին սպանել քարկոծել, բայց ինքը դեռ գործ ուներ անելու եւ Աստծո նախանձությամբ ինքանցավ իրանց միջով գնաց առանց վնասվելու։ Եվ Հովհաննես 8:58-59 Հիսուս ըսավ անոնց. ճշմարիտ կսեմ ձեզի, Աբրահամին ըլլալեն առաջ եմ ես։ Այն ադեն քարեր վերցուցին, որպեսզի անոր վրա նետեն, բայց Հիսուս ստացվեցավ անոնց աչքերեն եւ անոնց մեջ են անցնելով տաճարեն դուրս ելավ ու գնաց։ Ուրեմն Հիսուսը եկավ բարի նպատակներով, որ մարդկանց փրկի, եկավ իր ժողովրդի մոտ եւ ինչ արեցին, ձեռքերի վրա ընդունեցին իրան, ճակատը պաչեցին, չէ։ Տեսեք 3 հատ
տեղ կարդացին, թե ինչքան մերժված էր ինքը։ Թե առաջնորդները, թե նույնիսկ հասարակ ժողովուրդը իր գործողությունները եւ ուսմունքը միշտ աղավաղում էին եւ սխալ էին նկատում։ Եվ դա շատ դժվարություն էր տալի իր գործի։ Գիտեք, ոնց որ ծնողը, երբ որ ուզում է փրկի իր երեխային, եւ ինքը միակն է, որ կարա փրկի երեխային վատ վիճակից, բայց չի ուզում երեխան։ Ինչ է անում, մերժում է ծնողին, հալածում է ծնողին։ Եվ Մատթեոս 23:37-ում ինչ ասում Հիսուսը, ով Երուսաղեմ, Երուսաղեմ, որ մարգարեները կսպաներ ու քեզ եղերպածները կքարտոզեիր, քանի անգամ խոզավակները դուզեցի հավաքել ինչպես հավը, իր թևերի տակ հավաքում էր ճուտիկներին, եւ դուք չուզեցիք։ Ինքը աչքերի մեջ աղցունքով դա ասեց, ոչ թե իրանց դա վունաթեկա վրաները, ինքը տխուր էր, այսինքն մենք բոլորս մեր կյանքում ով էլ ուզում է լինի, մերժում զգացել ենք, չէ, որ մեզ մերժել են, մեզ ցավ են պատճառել, մեր խոսքը չեն ընդունել, բայց Հիսուսի ցավը իր համար էր, իր եսի համար էր, ոչ, ինքը իրաց համար էր ասում, այսինքն դրանով մերժեցին Հիսուսին, փրկչին, նույնը, երբ որ այսօր քրիստոնյան մարդկանց ուզում է օգնել, եւ Աստծո խոսքն ասում, փրկության խոսքը, մերժում են այդ խոսքը, եւ մեր սիրտը ցավում է, արդյոք նրա համար որ մեզ են մերժում, արդյոք մեզ են մերժում, նո, մեզ չեն մերժում, մերժում են Հիսուսին, որտեղ իր խոսքն ենք մենք ասում, եւ մենք ցավում ենք ոչ թե նրա համար, որ մեզ վիրավորում են, մեզ մերժում են, նո, այլ այդ մարդու համար, որ այդ խոսքը իրան պիտի տաներ փրկության, բայց այդ մարդը գնում է կործանման, ցավում, սրանում էր Հիսուսի ցավը։ Եվ Ուայթը գրում այնտեղ լուրերում իր անմեղության պատճառով էր, որ նա այսքան Քրիստոսը այնքան բուռն զգաց սատանայի հարձակումները։ Եվ Մարկոս 14:34-ում ասում է, հոգիս մահու չափ տրտմած է, այստեղ մնացեք ու արթուն կացեք։ Ով է ասում սա, Հիսուսը։ Եթե կարող եք Մատթեոս 26:39-ը բացված ունեք, Ինչ անընդուտեի Հիսուսի հացը առակորդնից ու գրեց և հետո տվակ աշակերտներուն ու սաս։ Արեք երեք, այս էի մարմինս, և գավաթը առավ գողացավ ու տվակ անոնց ու սավ։ Ամենք տալ խմեցեք ասկեք, բասնվի ասիկա է իմարյունս նոր ուխտի, որ պիտի թապվի շատերու մեղքերուն թողության համար։ Բայց 26:35 էր Մատթեոսի։ Իսկ Մարկոս 14:33-36 Իրեն հետավներով Պետրոսը ու Ակոբոսը և Հովանեսը սկսավ խռովել և վշտանալ։ Այն ատեն լսավ անոնց. Իմ անձս մեռնելու չափ տրտում են, ոսկեցեք և արթուն մնացեք։ Քիչ առաջ երթալով իր երեսին վրա կետինը ինկավ և աղոտ կրավ ու եթե կարելի է այն ժամը իր մի անցնի։ Եվ ասավ, ապա հայր, ամեն բան քեզի հնարավոր է, այս գավաթը ինձ մե անցուր, բայց ոչ թե ինչպես ես կուզեմ, ապա ինչպես դու կուզես։ Երբ եկավ ու զանոն քնացած գտավ, այդքանը հերիք է գորստել, մերսի։ So Ղուկաս 22-ում է նույն բան ասում, 41-44, որ ինքը ասում է իմ հետ արթուն կացեք եւ գնում է նույն խոսքերն ասում, եթե հնարավոր է, եւ գիտենք ինչքան դժվար է, որ արյան կալֆիներ գնաց իր դեմքի երակները տրակեցին եւ ինչ եղավ Ղուկասի մեջ ասում որ հրեշտակը եկավ եւ իրան ուշ տվեց այսինքն Հիսուս այդքան ուրեմն ինչի էր Հիսուս այսքան տրտմած որովհետեւ իր առաջ խաչն էր դրված չէ եւ ինքը ստեղ պատրաստում էր այդ խաչի վրա մեռնելու եթե ինքը պարտվեր ստեղ այդտեղ Գեցիմանե այգում ինքը կպարտվեր խաչի վրա ինքը քիչներ խաչից ստեղ էր որ պայքարը գնում էր ստեղ էր որ ինքը որոշում կայացրեց
Այսինքն ինչու՞ն էր հարցը, ինչի էր տարապում Հիսուսը, որտեղ ամբողջ աշխարհի մեղքը մեր վրա էր, այսինքն Հիսուսի վրա էր։ Ուրեմն երբ որ մեր մեղքերը մեր վրա է, մեզ համար հեշտ է, երբ որ մեր խիղճը տանջում է, դա դեռ մենակ մեր մեղքերն է։ Պատկերացրեք ամբողջ աշխարհում մարդիկ, որ գոյություն են անացել, ամենասկզբից մինչև հիմա, բոլորի մեղքը դրվել էր իր վրա։ Պատկերացնում եք իրավիճակը։ Մենք մի քիչ խղճի խայթ ենք ունենում, արդեն շատ ենք վատացվում, չէ՞։ Դե պատկերացրեք իրավիճակը։ Այսինքն այդ մեղքերը ինչ էր անում, իրան բաժանում էր իր հորից։ Ինքը ասեց ես ու հայրը մեկ ենք, եւ հիմա եկել էր պահը, որ ինքը պիտի իրան զոհաբերեր։ Շատերը ասում են, որ դա թատրոնի պես է, ինքը գիտեր, որ ինքը պիտի հիմա մեռնի, բայց հետո պիտի հարություն առնի, եւ այլն, որ այդ մարգարեությունը կար, ինքը գիտեր, բայց այս րոպեին ինքը բոլորովին չէր մտածում այդ մարգարեության մասին։ Ստեղ իրոք մահու ու կյանքի պայքար էր գնում։ Եվ բոլորովին գարանտի եղած չէր, որ ինքը կգնա ու կզոհվի, ստեղ էր որոշվում, եթե ինքը ստեղ պարտվեր, բայց ինքը, գիտեք էդ ինչի դա նման, երբ որ պատկերացնում եք փոքր երեխան, հանկարծ մի օր մնա առանց ծնողների, մենակ, ինչ կլինի, վախից կարող է այդ երեխան մեռնի է, չէ, լիովին մենակ, որ իր մասին չի կարող հոգ տանել։ Այսինքն, այս նույն բանն էր գնում, երբ որ Հիսուսը իր հորից բաժանվում էր, Աստվածով է, կյանքը, այսինքն ինքը մեռնում էր երկրորդ մահով, որոշում էր, որ պիտի մեռնի երկրորդ մահով, եւ դա հեշտ չէ, երկրորդ մահը որն է, երբ որ ընդհանրապես մեռնում ես, այլ հարության հույս չկա։ Ներողություն։ Ահա։ Երբ որ Հիսուս այդ դարամանքի մեջ էր, զինքը իր հորմեն բաժնողը իմ եւ քո մեղքը դեղա։ Այո։ Աշխարհի վրա բոլոր մեղքը, որ իրեն ուսերոն վրա տրվեցավ, Աստված երես դարձուց, ալորը խաչին վրա ասավ, Աստված իմ ինչուց իշ թողեցի։ Ուրեմն ապահը ինքը գիտեր, որ ապահի մեջ են վինասներ, քանի որ ինքը Աստված է, բայց իբր մարդ դարաբան կասեց ցույց տալ համար, որ մեզի համար մեռա։ Այո։ Եվ ստեղ ինքը որոշում կայացրեց, վերջը հաղթեց, ինչ ձևով հաղթեց, ասեց այո, ես իմ մարդկայինությունը չի ուզում անցնել սարապանքների միջից, բայց ինչ ասեց, թող քո կամքը լինի, այլ ոչ թե իմ կամքը լինի։ Այսինքն այդ էր խոսքերը, որ ինքը հաղթեց։ Մեր կյանքում էլ մենք պիտի որոշենք, երբ որ որոշում ենք, Աստված իր ուժը ուղարկում է եւ մենք կարող ենք արդեն իրագործել մեր որոշումը։ Կարևորը որ մենք ճիշտ որոշում կայացնենք։ Եվ հետո սրանից հետո ինչ ա գալի, խաչված Աստվածը։ Մենք գիտենք, թե ինչ դաժան էր խաչի վրա մահանալը։ Երբ որ իրան խաչել էին եւ այդ արունը հոսում էր, եւ ասում են, որ ամենադաժան մահը հենց խաչի վրա է լինում, որտեղ շատ ֆիզիկական տառապանքների հետ է կապված։ Բայց մենք գիտենք, որ Քրիստոսի ֆիզիկական տառապանքները մեղմ էին նրա համեմատ, ինչ իրականում տեղեր էր ունենում իր հոգում։ Այն ավելին էր, քան պարզապես անմեղ մարդու սպանությունը։ Մատթեոս 27:45-ում ասում է, եւ ժամը 6-ից խավար եղավ, բոլոր երկրի վրա մինչև ժամը 9, այսինքն սրանից երևում է, որ սա սովորական մահ չէր։ Եվ Մատթեոս 27:51-52-ում ասում է, եւ ահա տաճարի վարագույրը ճղվեց, վերևից ներքև երկրաշարժ եղավ, գերեզմաները բացվեցին եւ շատ սուրբեր հարություն առան։ Ես միշտ զարմանում եմ, ասում եմ, ինչի հենց այդ ժամանակ սուրբերը հարություն առան, որտեղ հարություն առան, բայց դուրս չեկան։ Սպասեցին մինչև ինքը հարություն առավ, նոր գերեզմաններից դուրս եկան եւ գնացին վկայեցին շատերին։ Բայց փաստորեն ինչ էր նշանակում, երբ որ Հիսուսը մեռավ, սա որ գերեզմանները բացվեց, նշան էր, որ հայրը իր զոհը ընդունեց, որտեղ մենակ իր զոհի շնորհիվ էր, որ այդ հարությունը տեղի ունեցավ։ Եվ Մարկոս 15:38-ում ինչ ասում, եւ տաճարի վարագույրը պատրվեց դերից վար։ Այսինքն ինչ տեղի ունեցավ, մենք այս մասին էլի խոսել ենք։ Ինչի այդ վարագույրը պատրվեց։ Որովհետեւ արդեն զոհաբերությունները ավելորդ դարձան։ Երբ որ զոհաբերում էին եւ բերում էին այդ վարագույրի ներս էին մցնում, արյունը, որ խորհրդանշում էր Հիսուսի արյունը, ուզեց Աստված իրանց հասկացրեց,
որ այլևս այս զոհաբերությունները պետք չի, իսկական զոհաբերությունը բերվեց եւ բացվեց, ոչ մեկ իրավունք չուներ մտնել տեղ, բայց բացվեց բոլորի աչքի առջև, որտեղ Աստծո ներկայությունը տեղից արդեն հեռացավ։ Եվ ինչ ասեց ձեր տունը դատարկ է թողում ձեզ։ Ցավալի է, բայց իրականությունն է, իր ժողովուրդը իրան մերժեց եւ այդ պատճառով զրկվեց Աստծո ներկայությունից։ Բայց իհարկե իրանց մեջ էլ կան մարդիկ, որ ընդունում են Քրիստոսին եւ կարող են փրկվել։ Կապ չունի ազգությունը, ով որ ընդունի Քրիստոսին, Աստծո զավակ է դառնում։ Ակնհայտ է, որ այստեղ ավելի ներկատարվում, քան պարզապես անմեղ մարդու մահը եւ որքան էլ անարդարության էր այդ մահը, անարդարացի մահ էր։ Սուրբ գրքի համաձայն Աստծո բարկություն ընդդեմ մեղքի, մեր մեղքերի թափվեց Հիսուսի վրա։ Հիսուսը խաչի վրա կրեց արդար Աստծո արդարացից հասունը մեղքի համայն աշխարհի մեղքերի դեմ, որպես այդպիսին Հիսուսը կրեց ավելի խորը, ավելի մռայլ ու ցավալի բան, քան որևէ մարդ երբևէ կարող էր իմանալ կամ կրել։ Եվ ուրեմն իր մահով է, որ մենք փրկվում ենք երկրորդ մահից։ Մենք կարող է առաջին անգամ մահանանք, բայց մենք հույս ունենք հարության։ Ինչի շնորհիվ, այս զոհի շնորհիվ, որտեղ Հիսուսն է մեր պատճառով մեր համար մեռել երկրորդ մահով։ Եվ վերջին հատվածը, տարափող Աստվածը, Գործ Կարաքելոց 14:22։ Անոնք յուրաքանչյուրը եկեղեցին երեցներ ձեռնադրեցին ծոմապահությամբ, աղոթքելով, զանոնք հանձնեցին Տիրոջը, որում հավատացել էին։ Ամեն։ Ուրեմն այս արդեն եկեղեցին կազմվել էր եւ ինչպես են իրան գործում շատ մտածված եւ organized։ Եվ մարդկանց ամեն մեկ իր ազատով չէ շարժվում։ Պետք է որ մեկը կային գլխավորներ, որ պետք է ղեկավարեն այդ ամբողջ ընթացքը։ Եվ Ֆիլիպպիսիներ 1:20 ինչ ասում։ Հայնը վաստացմի է, վասսի ձեզի շնորհվեցավ Քրիստոսի համար, ոչ թե միայն անոր հավատալ, հապա անոր համար չարչարվելու։ Տեսեք ինչ բառ ասում, շնորհվեց։ Այսինքն ոչ թե ասում ինչ մեղք է, տարապում եք Հիսուսի համար, ասում չէ, շնորհ, դա շնորհք է։ Այսինքն մենք պետք է ուրախանանք, որ Հիսուսի համար մենք ինքը մեր համար տարապեց մահացավ։ Մենք էլ Հիսուսի համար, երբ որ տարապում ենք, պետք է ուրախանանք։ Եվ Տիմոթեոս 3:12-ը Եվ ամեն անոնք, որոնք ուզեն աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, հալածանք պիտի կրեն։ Ահա, տեսնում եք, այսինքն հենց սկզբից Հիսուսը զգուշացնում է, եւ այդ տարապանքների հալածանքների մեջ մենք ինչ պիտի հիշենք, որ Հիսուսը արդեն հաղթել է, որ Հիսուսը մեր կողքին է։ Ինքը մենակ այդ ամեն ինչը տարավ, ինքը էլի կարիք ուներ աջակցության, բայց չուներ։ Բայց մենք այսօր հզոր աջակցություն ունենք Հիսուսի կողմից։ Եվ ինքը մեզ հնարավորություն եւ ուժ է տալի անցնել բոլոր տարապանքների ու նեղությունների միջով, եւ դրա համար ոչ ոք չի կարող Աստծո դատաստանի առաջ կանել եւ ասել, գիտես, քո տված նեղությունը այնքան շատ է, որ ես չկարողացա անցնել։ Ոչ, ասма ձեր ուժի ավել չեմ տա նեղություն։ Եվ դա պիտի պատիվ համարենք մեզ համար, որտեղ Հիսուսը այդքան ցածրացավ եւ եկավ մեր համար մեռավ եւ տարապեց։ Եվ երբ մենք տարապում ենք, պետք է հիշենք Քրիստոսի չարչարանքների արդյունքը, այսինքն այն, ինչ մեզ խոստացվել է շնորհիվ այն ամենի, ինչ Քրիստոսն արել է մեզ համար։ Եվ Հովհաննես 10:28-ում ասում է, հավիտենական կյա ինչ է խոստացել, հավիտենական կյա, եւ ոչ ոք չի կարող խլել մեզ Աստծո ձեռքից։ Այսինքն սա շատ մեծ օրհնություն է եւ խոստմունք է, եւ շատերը սակայն ցավոք չեն ուզում ապրել խոստմունքով, ուզում են ամեն ինչ ստանալ այսօր, հիմա։ Եվ հարցը նրանում չի, որ մենք հասկացել ենք, որ այս ամեն ինչը ժամանակավոր է եւ մենք ինքներս մեր կամքով չենք ուզում։ Այսինքն մենք չենք մտածում այս ժամանակավոր կյանքի բարեկեցության մասին,
այլ մենք հավատում ենք, որտեղ մենք ունենք հարաբերություն Հիսուսի հետ եւ մենք գիտենք, որ Հիսուսը կենթանի է եւ մենք գիտենք, որ Հիսուսը ամեն վայրկյան մեր կյանքում մեզ օգնում է եւ ուրեմն ինքը խոստացել է եւ կանի, էդի հեքիաթ չի, ինքը իրոք խոստացել է եւ կանի։ Եվ վերջում կարդանք եւ փակել դարերի թափակից Էջ 690։ 3 անգամ նա ասաց այդ աղոթքը, 3 անգամ նրա մարդկային էություն ընկրկեց վերջին եզրափակիչ զոհաբերության մտքից, սակայն ահա մարդկային ցեղի պատմություն անցնում է աշխարհի փրկչի առջևով։ Նա տեսնում է, որ եթե մեղավորները թողնվեն կրելու իրենց պատիժը, պետք է մեռնեն։ Նա տեսնում է մարդու անօգնական վիճակը, տեսնում է մեղքի զորությունը, նրա առջև ծառանում են դատապարտված աշխարհի ողջ ու դժբախտությունը։ Նա տեսնում է դրա անխուսափելի կործանումը եւ նրա որոշումն ընդունված է։ Նա կփրկի մարդուն, ինչ գնով էլ որ լինի։ Նա կընդունի արյան մկրտությունը, որպեսզի իր շնորհիվ միլիոնավոր կորչողներ ձեռք բերեն հավիտենական կյանք։ Նա թողեց երկնային ապարանքները, որպեսզի փրկի, որտեղ կատարյալ մարդություն է, երջանկություն եւ փառք, որպեսզի փրկի մեզ կորած ոչխարին, մեկ աշխարհ, որն ընկել էր անօրինության մեջ, եւ նա հետ չի կանգնել նպատակից։ Նա քավություն կդառնա այն ցեղի համար, որն ընտրել էր մեղքի ճանապարհը։ Նրա աղոթքը հիմա միայն հնազանդություն է արտահայտում։ Եթե հնարավոր չէ այդ բաժակ ինձանից հեռու անցնի, որ այն չխմեմ, թող քո կամք լինի։ Թող Աստված մեզ օրհնի, տեսեք ինչը օգնեց Հիսուսին հաղթելու, որ ինքը տեսավ մեր տառապանքները եւ ուզեցավ օգնել մեր տառապանքներին։ Թող ինքը մեր իր զգայուն սիրտը տա մեզ, որ մենք էլ նույն պատճառով ուզենանք իր հետևից գնանք եւ հավատքով հաղթենք ինչպես ինքը հաղթեց։ Աստված մեզ օգնական, ամեն։